Ողջույն հարգելի խեցգետիններ, այս տեսանյութը Սատուրնի մասին է։ Սատուրնը փոխում է իր նշանը և մտնում է Խոյ նշան։ Մայիսի 25-ից 26-ը 2025 թվականին նա մտել է արդեն ձեր 10-րդ տուն։ Բայց ետադարձ լինելու պատճառով նա դուրս է եկել և հիմա փետրվարի 14-ին նա ևս մտնում է կրկին ձեր 10-րդ տուն։ Սա շատ կարևոր հատված է։ Ձեր կյանքը կփոխվի խեցգետիններ, որովհետև վերջապես դուք դուրս կգաք ձեր խեցգետնային կղճղից։ Խեցգետինները սիրում են հարմարավետությունը, ծանոթ բաները, այնպես չէ, որ միշտ ֆիքսվեք ինչ-որ բանի վրա։ Խեցգետինը դա սովորությունների նշան է։ Ոնց որ սովորում եք սրան և չեք ուզում ազատվել դրանից։ Իսկ Սատուրնը ստիպում է մեզ անցնել հաջորդ մակարդակին, իսկ դա նշանակում է փոխել կյանքը։ Նոր իրադարձություններ կգան մեր կյանք, որոնք ստիպելու են մեզ փոխել մեր կյանքը։ Եվ հատկապես 10-րդ տունը, ուր մտնում է Սատուրնը։ 10-րդ տունը վերաբերվում է հանրությանը, երբ բոլորը ձեզ տեսնում են, երբ դուք ներկայացնում եք ինքներդ ձեզ։ Այստեղ առաջանում են նոր պլաններ և կարող է լինել այնպես, որ ձեր հեղինակության շնորհիվ ձեզ ինչ-որ տեղ ընտրեն։ Օրինակ, իմ ծանոթ խեցգետին ընկերուհուն առաջարկել էին մասնակցել ընտրություններին։ Եվ կարող է լինել այնպես, որ դուք դառնաք ինչ-որ կուսակցության անդամ և ձեր մասին կարող են գրել նաև թերթերը։ Կամ դուք դառնաք տարվա ուսուցիչ, կամ ձեզ առաջարկեն այլ կարիերա, այլ մասնագիտություն։ 10-րդ տունը խորհրդանշում է ձեռքբերումներ, կարիերա, մասնագիտություն և բիզնես։ Այսինքն սա ցույց է տալիս մենք ով ենք, ինչ դեր ունենք հասարակությունում, ինչպես են մեզ տեսնում մարդիկ։ Սա շատ բաց հատված է հորոսկոպում, երբ մենք երևում ենք։ 10-րդ տունը բարձր տուն է հորոսկոպում, երբ մենք բարձրանում ենք, անցնում մեկ այլ մակարդակ, մեր կարգավիճակը փոխվում է։ Սատուրնը կարգավիճակի և ստատուսի մոլորակն է։ Դե հենց այստեղ էլ Սատուրնը ավելի ուժեղ կլինի ձեզ համար։ Ու ուզում եք թե չեք ուզում, դե ստիպված կլինեք դուրս գալ ձեր սովորական դիրքից, ձեր խեցգետնային այդ սովորություններից, աշխարհում լինել, հանրության առջև, տեսանելի, հրապարակային։ Կարող է դուք սկսեք դասախոսություններ կարդալ, կամ եթե դուք դերասան եք, կունենաք ավելի շատ դերեր, կամ եթե երաժիշտ եք, ավելի շատ ելույթներ կունենաք։ Կարող է դուք ունենաք ինչ-որ հրապարակային դիրք, օրինակ ներգրաված լինեք կազմակերպությունում, որը զբաղվում է մարդու իրավունքներով, կամ հանդես գաք ինչ-որ ելույթներով, կամ դուք ներկայացնեք ձեր ընկերությունը, ձեր բիզնեսը, դառնաք նրա ներկայացուցիչը, կամ ձեր սեփական բիզնես ունենաք և հիմա արդեն, երբ որ սկսեք, դուք կարող եք դառնալ ձեր բիզնեսի սեփականատերը և ձեր կարգավիճակը կփոխվի։ Սատուրնը առաջին անգամ 30 տարվա մեջ մտնում է ձեր 10-րդ տուն, որը խորհրդանշում է նպատակն ու առաքելությունը։ Ուր եք գնում, ինչ ուղղությամբ եք շարժվում։ Նախորդ անգամ Սատուրնը այդտեղ է եղել 1996-ից մինչև 1999 թվականները։ Եթե կարող եք հիշեք, թե ինչ էր կատարվում 90-ականների վերջում, ինչպես փոխվեցիք, ինչպես փոխվեց ձեր կյանքը, հիմա կլինի նմանատիպ, բայց ոչ հենց նույնը։ Պարզապես նույն ոլորտում նույնպես կարող են տեղի ունենալ իրադարձություններ, ինչպես այն ժամանակ ձեր մոտ էր։ Սատուրնը ձեր համար համարվում է ամուսնության, ամուսնալուծության և հարաբերությունների մոլորակ։ Ընդհանրապես Սատուրնը ձեր համար խորհրդանշում է հարաբերությունները, քանի որ այն կառավարում է ձեր հորոսկոպի 7-րդ տունը։ Իսկ 7-րդ տունը մեր ամուսնությունն է, ամուսնալուծությունը, սերը, հարաբերությունները, բիզնես հարաբերությունները, ցանկացած գործընկերային հարաբերություններ։ Այստեղ ևս ինչ-որ բան կապված կլինի հարաբերությունների հետ։ Սատուրնը կարող է բերել ամուսնալուծություն, եթե ձեր հարաբերությունները արդեն սպառվել են, կամ եթե դրանք անարդար, թափանցիկ չեն և անկայուն են։ Սատուրնը այն մոլորակն է, որը խորհրդանշում է օրենքը և արդարությունը, և շատ նման է ուսուցչի, կարմիկական ուսուցչի։ Եթե ինչ-որ բան ճիշտ չէ, ապա կարող է լինել ամուսնալուծություն։ Կամ Սատուրնը կարող է բերել հարաբերությունների սառեցում։
Սա սառույցի մոլորակն է, ցրտի նաև կամ հեռավորության մոլորակն է։ Օրինակ դուք բաժանվել եք եւ ապրում եք առանձին։ Սատուրնը այս դիրքում կլինի 3 տարի։ Կարող է լինել ոչ միայն սառեցում այս տարիների ընթացքում, այլ հեռացում։ Որոշ դեպքերում հարաբերությունները սառչում են։ Իսկ որոշների համար, օրինակ, դուք ապրում եք առանձին որոշ հանգամանքների պատճառով, որովհետև օրինակ ամուսնուն ուղարկել են աշխատանքի մեկ ուրիշ քաղաք, նշանակել են ինչ որ գործադիր տնօրեն, դուք մնացել եք երեխաների հետ այստեղ։ Կամ հակառակ։ Դուք երեխաների հետ գնացել եք, օրինակ, մեկ այլ երկիր, որովհետև որդին կամ դուստրը այնտեղ են սովորում, իսկ ամուսինը մնացել է տանը աշխատելու։ Այսպիսի իրավիճակ կարող է լինել 3 տարի։ Իսկ ամուսնություն եւս հավանական է։ Սատուրնը հաճախ բերում է ամուսնություն, երբ նա գտնվում է 10-րդ տանը, քանի որ նա փոխում է մեր կարգավիճակը։ Եվ Սատուրնի համաձայն ամուսնությունը ամուր եւ երկարատև կլինի։ Այս ամուսնությունները շատ լավն են, այնպես որ երբ որ գտնեք այս 3 տարվա ընթացքում ոչ մեկին ձեր կողակցին, ապա անպայման ամուսնացեք։ Այս 3 տարվա ընթացքում շատ գետիններ կամուսնանան, ոմանց մոտ նաև կծնվեն երեխաներ։ 10-րդ տունը դա նաև պատասխանատվություն է որպես ծնող։ Նաև կարգավիճակի փոփոխություն է, այսինքն ծնողների կարգավիճակ է լինում, եւ այդպիսով եւս պատասխանատվություն եք ստանձնում կամ թորներ։ Այդպիսով եւս փոխվում է ձեր կարգավիճակը, եւ դուք դառնում եք տատի։ Այսպիսով, եթե ձեր ծրագրերում կա դա, ապա շատ հավանական է, որ դուք եւ ծնող դառնաք, եւ տատիկ, եւ փոխեք ձեր կարգավիճակը, ամուսնանաք։ Սատուրնը եղել է 25-ից 26 մայիսից մինչև սեպտեմբերի 2-ը ձեր 10-րդ տանը 3 ամիս։ Եվ այս 3 ամսվա ընթացքում նա ցույց է տվել ձեզ, թե ինչ է տեղի ունենալու ձեր կյանքում, ինչ փոփոխություններ է եղել։ Հիշեք, այդ ընթացքում ինչ փոփոխություններ եղավ, ինքը ոնց որ ասեր, նայի վարագույրը բացի, ասի, նայի, տես, այնտեղ ինչ կա քեզ համար, փակի, ասի դե գնա հիմա լավ աշխատի, որ դա դու ունենաս։ Դե նա ետ գնալուց անցել է ձեր 9-րդ տուն, այնտեղ ավարտել է ինչ-որ մի բան եւ հետ է վերադարձել, որպեսզի հիմա արդեն ձեզ տեղափոխի 10-րդ տուն։ Ավելի ձեր կարգավիճակը փոխի, ձեր կյանքը փոխի հիմնովին, մինչև 2028 թվականի ապրիլ ամիսը, ապրիլի 12-ը։ Եվ Սատուրնը թեև խիստ ուսուցիչ է, բայց նա ինչպես խիստ, այնպես էլ շատ սիրող հայր է։ Նա մեզ դասեր է տալիս, կարգապահեցնում է եւ ստիպում է լուրջ լինել, ստանձնել պատասխանատվություն, բայց նա նաեւ պարգևներ է տալիս, երբ դուրս է գալիս մեր հորոսկոպի այդ տանից։ Այնպես որ 2028 թվականի մարտին կամ ապրիլին 3 տարվա ընթացքում այսա դուք կստանաք արդյունքներ, իսկական բոնուս, արդյունք այն ամենից, ինչը դուք սովորել եք այս 3 տարվա ընթացքում։ Դա կարող է լինել ֆինանսական շահույթ, եթե դուք սովորում եք, ապա դիպլոմ, կամ եթե օրինակ բացում եք ձեր սեփական բիզնեսը, դա կլինի որոշակի շահույթ բիզնեսում։ Եվ պետք է հիշել ինչ որ սկսում եք եւ շուտով նաեւ խավարում է, այն ձեզ համար կլինի բավականին երկարատև։ Սատուրնով դա 30 տարի է եւ կարող է լինել նաեւ հավիտյան, ընդմիշտ։ Նույնիսկ հարաբերություններում միշտ կլինի ինչ որ արդյունք, պարգև 3 տարվա ընթացքում։ Դա կարող է նաև դժվար լինել ոմանց համար, եթե դուք օրինակ սկսեք խոսնակ լինել, ելույթ ունենալ ինչ-որ վայրում կամ ղեկավարել ինչ-որ բան, որտեղ ունեք ենթականեր։ Պետք է շատ խիստ լինեք դուք եւ պատասխանատվություն վերցնեք ձեզ վրա։ Շատ հաճախ 10-րդ տանը Սատուրնի ազդեցությամբ փոխվում է պաշտոնը եւ բարձրանում է կարգավիճակը։ Այսինքն, եթե դուք հիմա ինչ-որ բարձր դիրք ունեք, հատկապես պետական ծառայությունում, լինում է, որ Սատուրնը բացահայտում է ամեն ինչ, ցույց է տալիս ճշմարտությունը, եւ այդ ժամանակ կարող են առաջանալ խնդիրներ օրենքի հետ։ Սատուրնը խորհրդանշում է օրենքը։ Եվ եթե այնտեղ եղել է ինչ-որ խաբեություն, անկեղծության պակաս, ապա այստեղ հնարավոր է կորցնել պաշտոնը, աշխատանքային դիրքը, նաեւ հայտնվել բանտում։ Իսկ 10-րդ տունը խորհրդանշում է նաեւ հեղինակությունը։ Հնարավոր է լինել անկում, բայց մեծամասամբ դա հակառակն է լինում, աճ է լինում։ Իհարկե դա մարդու ապրած կյանքից է, թե դուք ինչպես եք ապրում։
Դա այն դեպքն է, երբ դուք կոփվում եք, կարծես անցնում եք դաս, սովորում եք, ինչպես հաղթահարել որոշ պարտականություններ։ Եվ այդպիսով դուք աճում եք։ Մարդիկ կան ծնկի են իջնում եւ չեն բարձրանում։ Երբ որ Սատուրնը լինում է իրենց այս տանը, պետք է շատ ուշադիր լինել, որովհետև նա մարդուն կարող է իջեցնել, հավասարացնել 0-ի, կարող է բարձրացնել։ Կախված է թե իրոք դուք ինչպես եք ապրում։ 10-րդ տանը Սատուրնի դիրքը շատ լավ է այն ժամանակ, երբ դուք ընդունում եք այս փաստը, որ ես կարող եմ։ Պլանավորում եք ինչ-որ բան, ավելի շուտ ձեզ մոտ հայտնվում է նպատակ, պլան, քայլեր, ինչպես հասնել ձեր առաքելությանը։ Այստեղ ինչ շատ է դուր գալիս, այս դիրքը իրոք շատ է ինձ դուր գալիս Սատուրնի դիրքը, որ նա գտնվում է 10-րդ տանը։ Իսկ ինչ է խորհրդանշում 10-րդ տունը, դա ձեր հայրն է, ղեկավարը, հեղինակությունը նաև։ Իսկ դուք կարող եք դառնալ հեղինակություն, օրինակ դպրոցի տնօրեն, քաղաքապետ, գյուղի խորհրդի նախագահ, հայտնիություն, եւ հրապարակայնություն է ձեզ սպասվում, եթե դուք ճիշտ եք ապրում։ Եվ այստեղ գալու է ձեր վաստակած հայտնիությունը եւ հանրայնությունը։ Սատուրնը խորհրդանշում է հենց աշխատանքը, եթե դուք շատ լավ աշխատեք, ապա դուք կունենաք այդ հայտնիությունը։ Կարող է լինել բիզնեսի կառուցվածքի կազմակերպում։ Եթե արդեն ունեք ձեր բիզնեսը, դուք ինչ-որ կերպ նորովի կկառուցեք այն։ Ձեր հրապարակային իմիջը կարող է փոխվել, ազգանունը կարող է փոխվել, կամ դուք նախկինում եղել եք մի մասնագետ, հետո հիմա կորոշեք դառնալ մեկ այլ մասնագետ։ Ընդհանրապես հնարավոր է ամբողջությամբ փոխել մասնագիտությունը։ Կարող եք անցնել նաև մեկ այլ ոլորտի։ Դուք օրինակ եղել եք հաշվապահ, քաղցրավենիքի մասնագետ, իրավաբան, իսկ հանկարծ կդառնաք էզոտերիկ, տարոլոգ, աստղաբան։ Ավելին, կարող եք գիրք գրել նաև։ Սատուրնը այստեղ կխթանի ձեր առաջ շարժվելուն։ Եթե դուք ընտրեք նոր ոլորտ, Սատուրնը կօգնի ձեզ նոր ուղղությամբ քայլեր կատարելու համար։ Ընդհանրապես 10-րդ տունը խորհրդանշում է կարիերայի առաջնահերթություններ, ինչով ուզում եք զբաղվել կամ ինչով ով եք ուզում լինել։ Գուցե բիզնես կոոպերացիա կամ օրինակ ամուսնու կամ կնոջ հետ համատեղ բիզնես ունենալ։ Կարող եք հանդիպել ինչ-որ մեկին սիրո համար, Սատուրնը այստեղ կարող է բերել հարաբերություններ, նոր սեր։ Բայց կարող եք հանդիպել նաև ինչ-որ մեկին, նաև աշխատանքի, բիզնեսի կամ ինքնադրսևորման համար։ Օրինակ դուք երաժշտություն եք գրում, հանդիպում եք մեկին, ով երգում է, եւ որոշում եք միասին ելույթ ունենալ ու ստեղծել երաժշտական խմբակ, երաժշտական բրենդ, որի հետ դուք երկուսով համատեղ ելույթ կունենաք։ Այս գործունեությունը կբերի ձեզ հայտնիություն եւ լավ արդյունքներ։ Այս ամենը կարող է տեղի ունենալ 3 տարվա ընթացքում, բայց 3 տարի անց դուք պարզապես փայլելու եք։ Անկախ ոլորտից, ստեղծագործական, գործընկերային կամ հարաբերական, ամեն ինչ կարող է շատ հաջող լինել։ Ում կարող է լինել շատ լավ պայմանագիր աշխատանքի համար։ Որովհետև Սատուրնը ձեր հորոսկոպում պատասխանատու է պայմանագրերի եւ յուրաքանչյուր գործարքի համար։ Եվ ահա նա մտնում է ձեր 10-րդ տուն, կարիերայի տուն, ինչ որ ընկերություն կարող է առաջարկել ձեզ 3 տարվա պայմանագիր, անպայման ընդունեք այն, դա հաջող կլինի ձեզ համար։ Նույնպես կարող է լինել մի շատ լավ գործ, որի շնորհիվ ձեր կարիերան կբարձրանա կամ ձեր ինքնագնահատականը կբարձրացնեք։ Կզգաք, դուք ինքներդ ձեզ կասեք, ես կարող եմ, ինձ մոտ ստացվում է։ Կամ կսկսեք ուրիշ մարդկանց սովորեցնել ձեր որոշ իհարկե գործնական մեթոդները։ Այսպիսին է ձեր համար Սատուրնը խեցգետիններ։ Այն կարող է բերել եւ ռոմանտիկ հարաբերություններ, սեր, ամուսնություն, երեխաներ, նոր մասնագիտություն, կարիերայի բարձրացում, իսկապես հայտնիություն ու հանրահայտություն։ Բայց Սատուրնը պահանջում է ժամանակ, աշխատանք, տոկունություն եւ կարգապահություն։ Եվ Սատուրնը նաեւ նշանակում է մշտականություն, մշտական ինչ-որ մի բան, կրկնություն նաեւ։ Ինչ պետք է անել, դա պետք է անել գրեթե ամեն օր։ Ոչ թե այնպես, որ մի քիչ փորձեք, հետո թողնեք, այդպես չի։ Սատուրնը այստեղ նույնիսկ կարող է ձեզ տալ տեղափոխություն, որովհետև 10-րդ տունը հենց գտնվում է 4-րդ տան բնակության տան դիմաց։ Սատուրնը հենց խորհրդանշում է փոփոխություններ։ Եվ ինչ որ որոշում, որը դուք ընդունում եք Սատուրնով, դա հաստատուն է եւ հետ վերադարձ չկա։ Եթե դուք այս 3 տարիների ընթացքում տեղափոխվեք, ապա ամենայն հավանականությամբ դա կդառնա մշտական վայր ձեզ համար։
Այսպիսով դուք ձեր կյանքում շատ կարևոր որոշումներ կկայացնեք, սիրելի խեցգետիններ, բայց դա դեպի լավն է եւ ձեզ համար է շատ լավը։ Այս դիրքով դուք կարող եք հասնել շատ բարձրունքների, հատկապես ովքեր, որ ասցենդենտով խեցգետին են։ Այսքանը սիրելի խեցգետիններ։ Ձեզ հաջողություն եմ մաղթում այս 3 տարիների ընթացքում։